Let it be clear. Let it be crystal clear to the government of the United States, to the government of Turkey, and to the government of Armenia that recognition and reparations for the genocide, the security and independence of Artsakh, and the rights to our historical homeland will never be at question. First they ignored us, then they ridiculed us, now they fight us, and soon we will win! Ամենացավալի օրերն մեկը կնշենք։ Այս օրը 1915-ին Թուրքիո Օսմանյան պետությունը հայ ժողովրդին թալաբարդեց Մահաբադիժի։ Բայց Թուրքը չհաջողեցավ։ Մենք ենք փաստը։ Հայ ժողովուրդը ստացավ Մահաբադիժ, բայց Թուրքը չգրցավ մեզի փնաչնչել։ Այս ծրագիրը ցախող էր։ Թուրքը ուզեց հայոց պատմության վերջին էջը քրել, բայց մենք չսկեցինք։ Այդ պատմությունը քրեցինք մենք, քրեցինք մեր ժողովրդին միացյալ ու դողում կամքով, երբ մեծ եղերնեն միան 3 տարի վերջ գերդեցինք անկախ Հայաստանը։ Քրեցինք Սփյուռքի մեջ ուրճարտի վերապրողներ, հիմնեցին ծբրոցներ, շինեցին եկեղեցիներ ու ապահովեցին հայոց ժողովրդի գոյատևումը։ Քրեցինք մեր քնդինքով, քրեցինք մեր պայքարով, քրեցինք մեր արյունով։ Անցյալը հիշելով մենք կպատրաստվենք ապագային։ 1915-ը ոչ առաջին անգամներ և ոչ վերջին անգամներ, որ օտար ժողովուրդը ուզեց հայուն չարթել ու փնաչնչել։ Այս փաստվեցավ 1988-ին, երբ ազերի ժողովուրդը Բաքուի ուսումնգայթի մեջ սկսավ չարթելու հայուն։ Մենք սորվելով մեր թասերը չարթեն, թիմադրեցինք ասոր, հայերը միացան, Հայաստանը, Արցախը, Սփյուռքը և թիմադրեցին ազերի ոսոխին։ Եվ այսօր ունենք ազատ Արցախը, ունենք ազատ Հայաստանը։ Գավրինք հբարդ, որովհետև իբրև ասկ և իբրև ժողովուրդ որոշեցինք, որ հայը մեկ անգամ ևս պիտի չի ենթարկվի օտարին լուծին և պիտի չի մտնվի փնաչնչման։ Իբրև հայեր մենք այսօր կհավաքվենք Թուրքիո հյուպատասարան թիմած որոշ պահանջներ հայտնելու Թուրքիո պետության։ Այս պահանջները շատ հստակ են և չեն ենթարկվի փոփոխության։ Մենք մեր մեծ եղերնի զոհերուն համար արդարություն կպահանջենք։ Պահանջելով, որ Թուրքիան չանչնա իր փորձած ցեղասպանությունը։ Պահանջելով, որ Թուրքիան հալուցումներ կատարի հայ ժողովրդին։ Պահանջելով, որ Թուրքիան հայոց պատկանող հողադարածները վերադարձնի հայոց։ Կպահանջենք, որ Թուրքիան թալաբարդվի իր այս անմարդկային ոճրին համար։ Այսօր շատ հետաքրքրական մեկ անգնաթարցի մնենք։ Շատ նոր իրողություններ կա, որում մասին
իբրև սփյուռքը հայեր շատ դեղեցություն չունենք։ Մեր ներկայի նախագահան մեզի խոստացած էր, որ ցեղասպանությունը պիտի ճանչնար։ Ասի եղավ սուտ։ Բայց նույնիսկ եթե Ամերիկան ճանչնար ցեղասպանությունը, նույնիսկ եթե Օբաման ճանչնար ցեղասպանությունը, ադի վերջին քայլը պիտի չի ելար մեզի համար սիրելիներ։ Մեր թադը հոն չի վերջանալ։ Մենք պիտի պայքարենք մինչև այն օրը, որոնք ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանը, որոնց դարաշներեն ներս կլա Հայաստանը, Արցախը, Ջավախքը եւ բոլոր պատմական Հայաստանի հողերը, որ ներկայիս կգտնին Թուրքիո բռնկալության տակ։ Այդ կանով ուզեի փակել ադիգա։ Սիրելիներ, միանանք միասին եւ մեր հայրենիքով փակենք մեր այսօրվա ցերնարգը։ Մեր հայրենիք ազատ